Եթե մենք, ես միշտ ասում եմ, Արցախի ամեն սարը թուրքական 2 դիվիզիա կուտեր, բայց չարեցինք, ժամանակին ուրագորացինք, այդ նույն անունները տվի Քոչարյանա, Սերժիկաբան, մեկի Փեսենա միլիարդատեր, մեկի Լակոտնա եւ այսպես շարունակ։ Բոլորը փող աշխատեցին մեր արյան վրա, ձեր նաեւ, մեր բոլորի, այս ժողովրդի դառը տառապանքի վրա։ Հիմա մեր շահը ինչ պիտի անի Հայաստանը, որպեսզի մենք այս իրավիճակում ոտատակ չգնանք մեկ, կարողանանք թունելի վերջի լույսը տեսնել ու հասնել այդ լույսին։ Ես առաջի անգամ չի դրա մասին, որ ասում եմ, մի 8-9 օր առաջ եմ դրա մասին խոսել, այդ նույն հարցի Թրամփի դիրքորոշումը ինչա լինելու եւ ուրա տանում ինչա։ Արդեն տեսանք։ Այո, տեսանք։ Այն ինչ որ ես ասել եմ, դա տեսել ենք, վերջ, մի խոսքով։ Խնդիրը նա է, որ Հայաստանը պետք է զբաղվի ինքը իրանով։ Հայաստանը պետք է իր ճանապարհները կառուցի, իր կոմունիկացիաները տրանզիտի համար ստեղծի այն ձև, որ հրապուրիչ լինի, Իրանով անցնեն ամբողջ Կովկաս, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան դեպի Թուրքիա եւ Թուրքիա, Սիրիա, Իրաք եւ այլն, այն կողմից էլ հակառակ ուղղությամբ, հա, որ մենք գնանք զարգացման, մենք կարողանանք մեր հարկային դաշտը ստեղծենք, մեր տնտեսությունը, մեր պաշտպանությունը։ Ոնց որ անում են, հա, այդպես կարող են ձևակերպել։ Չեմ տեր, չէ, չի անում, ոչ մի բան չի անում, այլ գիտեք կարող է այնպես անում, որ մենք չենք տեսնում, չենք զգում։ Ասենք, բանակը ուժեղանում է, մենք գլխի չենք, չգիտեմ, էլի։ Գիտեք, բանակը զենք առնելով չի ուժեղանում։ Բանակը զինվորը պատրաստականության իր ոգին, իր պատրաստ լինելով իր տիրապետել զենքերին շուտ կողմնորոշվել եւ այլ սպայական կազմգրագետ ունենալ եւ այլն, բանակը նա չի որ դու մի հատ լավ տանկ ես առել, վերջ, դու հզոր ես։ Տենց չի, բանակը մի ամբողջ շղթա է, դա պետքա ես ժամանակին ասել եմ, կարող է գետնի վրա քեզ աշխարհի ամենահզոր բանակը ունենաս, բայց օդդ բաց լինի, հաշված օրի ընթացքում այդ բանակը չզոքանա։ Ինչպես որ եղավ Արցախում։ Այո, ոչ մի բան չկարողանա անի, դա մի այլ խնդիր է։ Իմիստե բանակի այդ մաս չի, ինչ վերաբերում է ճանապարհների, ասենք հայտարարում ենք, ասում ենք խաչմերուկ ճանապարհներ եւ այլ խաղաղության խաչմերուկ եւ այլ, ժողովուրդ, ես ոչ թե ուզում եմ ինչ-որ մեկին արածը կամ չարածը գնահատական տամ, ես ասում եմ, նայեք, որ դա իրականության հետ չի համապատասխանում, որտեղ դուք հայտարարում եք, ասում եք երկաթուղի մենք բացում ենք մեղրիով, հա, կամ ասենք, չգիտեմ, Նախճիվանից գնալ մեղրի Հայաստանի այս տարածքից, Հայաստանի այս տարածքից կարած ուղղել գնաց մեղրի։ Ինչին է պետք Նախճիվանը։ Եթե ընդհանուր շղթան այս ամբողջը չի գործում, մի հատ երկաթուղով ոչ մի հարց չես լուծում։ Ոչ մի բան չի լուծում։ Դա համար, եթե հիշում եք, այսա քանի տարի է, ես դու այս պատերազմից հետո խոսում ենք այդ խաղաղության փաստաթղթից, ես անընդհատ ասում եմ, որ այդ փաստաթղթը չի ստորագրվելու, չի լինելու, դուք ասում եք, չէ, այս ասեմ մի շաբաթ էլ ստորագրում են։ Ստորագրեցին վերջ, ոնց որ չի լինելու, հա, խի չի լինելու, որտեղ այսօր ոչ Ադրբեջանի շահերից է բխմտալ, տարածաշրջանային զարգացումները ընթանում, հələ պարզ չի ով ում հետ ինչա լինելու, այս տարածաշրջանը ընդհանրապես ինչ ազդեցության գոտի է լինելու, տնտեսական կենտրոնական Ասիա, Կովկաս, Թուրքիա, Թուրքիան տես շուտ չի հանձնվելու ԱՄՆ-ին, սա լուրջ խնդիրներ է, մենք պիտի պատրաստվենք այդ լուրջ խնդիրներին, այլ ոչ թե դեմագոգստու տանենք, ասենք, գիտես, այսա երկաթուղին բացում ենք, բա թուրքերը մեղավոր են, այս մեկն է մեղավոր է, թուրքերը միշտ էլ մեղավոր են, թուրքը իր շահերից է խոսում, դու քո շահերից, որ չի համընկնում մեղավոր ենք լինելու, եթե Պարսկաստանի, Վրաստանի շահերը մեր հետ այս փուլում չի բռնում, այդ ճանապարհային հանգույցները կառուցելուն, ուրեմն իրար դեմ ենք լինում։ Ասել կուզեմ, մեր պատրաստվելու գործընթացը դուք բավարար չեք համարում։ Իհարկե, ես բավարար չեմ համարում եւ ընդհանրապես համարում եմ, որ ոչ մի բաներ չեմ պատրաստում, իրանք հույսները դրել են էլի հարևանի վրա։ Հայտնի պատմություն։ Բարի պարոն